Հարգելի գործընկեր, այժմ տեսնենք ինչպես է տեղի ունենում անժամկետ տենդերներ մրցակցային առևտրային հարթակում այդ տենդեր համակարգի օգտատերերի կողմից իրենց ապրանքատեսականին մուտքագրելու գործընթացը։ Մուտքագրելու համար անհրաժեշտ է մուտք գործել անժամկետ տենդերների գնումներ բաժին, այնուհետև admin, ավելացնել անժամկետ տենդեր, բացում են համապատասխան դաշտերը, գնման առարկա ավելացնելու համար սեղմում ենք նոր գնման առարկա, փնտրել դաշտից կարող ենք նշել կամ ուղղակի որոնումով ավելացնել թե մենք ինչ գնման առարկա ենք ցանկանում մուտքագրել, խնդրեմ թուղթ բառով այսքան կատեգորիաներ են։ Սա պետական գնումների բոլոր այդ գնումների միասնական անվանացանկի կոդերով մուտքագրված կատեգորիաներն են։ Խնդրեմ թուղթ ենթադրենք A4 ֆորմատի, նշում ենք ավելանում է, ավելացնել։ Մրցույթի անվանումը, ծածկագիրը ավտոմատ համակարգը արդեն տեղադրում է։ Մրցույթի անվանումը, օրինակ A4 ֆորմատի թուղթ, արդեն ունենք 80 գրամանոց, ավելացնենք օրինակ A4 ֆորմատի թուղթ 70 գրամանոց։ Չափման միավորը ենթադրենք տուփ, շուկայական գինը օրինակ 1500 դրամ, տեխնիկական բնութագիրը լրացնելիս անհրաժեշտ է գնման առարկայի տեխնիկական բնութագիրը լրացնել այնպես, որպեսզի թե մրցակից ընկերությունների, թե գնորդների համար ընկալելի եւ հասկանալի լինի տվյալ ապրանքի տեխնիկական պարամետրերը։ Օրինակ տվյալ դեպքում կարող ենք վերցնել սա տեղադրել գնման պայմանները։ Գնման պայմանները սահմանելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե պատվերը ստանալուց հետո քանի օրվա ընթացքում տվյալ պատվերը հնարավոր կատարել, հիմնականում 2 աշխատանքային օրվա ընթացքում, քանի որ ենթադրում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դա բավականաչափ ժամանակ է տվյալ գնման առարկան մատակարարելու համար, վճարման ժամկետները ապրանքը ստանալուց հետո, եթե ընդունման հանձնման process-ը տեղի ունեցել առանց խնդիրների, գումար անհրաժեշտ է օրինակ վճարել ապրանքները ստանալուց 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Եվ մատակարարման պայմաններ։ Մատակարարման պայմանները նույնը կարելի է թողնել որպես մշակված տարբերակ եւ վերբեռնում ենք նկարները։ Նկարները վերբեռնելիս հաշվի առնվում, որ պետք է նկարները չպարունակեն ֆիրմային անվանումներ։ Սա այս ամենը արվում է մրցակցություն ապահովելու համար, որպեսզի չսահմանափակվի մրցակցությունը։ Վերբեռնելու համար նշում ենք այն նկարը, որը ցանկանում ենք տեղադրել, օրինակ այս նկարը, որտեղ ոչ մի անվանում չի երևում, հա, եւ վերջ, արդեն վերբեռնված է։ Այս դաշտերը լրացնելուց հետո անհրաժեշտ է ուղղակի սեղմել հաստատել կոճակը եւ այս ավելացած անժամկետ տենդերը արդեն տեղափոխվում է փորձաքննության բաժին, որտեղ մեր կողմից անցնելու է փորձաքննություն, տեսնենք նկարը, տեխնիկական բնութագիրը, գնման վճարման պայմանները լրացված են այնպիսին, որպեսզի ապահովի մրցակցություն թե չէ, եւ եթե ամեն ինչ նորմալ է, մեր կողմից հաստատվելու է համակարգի օպերատորի կողմից, եւ եթե արդեն երևում է հրապարակված է գրառումը, արդեն ձեր տենդերը հրապարակվում է, տեղադրված եւ այն համապատասխան ընկերությունները, ովքեր գրանցված են այդ տենդեր համակարգում, տեսնում են եւ սկսում են արդեն գնումներ եւ իրենց առաջարկներ ներկայացնել։